Ընտրեք Maverick կամ Navien գերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան եւ Անդին հայց Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Իրանուշ Պապյանն եմ։ Անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում ու դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տարածաշրջանային այցի շրջանակում ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Մերձավոր արևելյան շրջագայության շրջանակներում նախատեսված է նաև Ռուբիոյի այցը Քուվեյթ ու Բահրեյն։ Մենք երկամրամյա հարաբերություններ ու գործընկերություն ունենք այս երեք երկրների հետ։ Աբու Դաբիի օդանավակայանում լրագրողների հետ զրուցելիս շեշտել է Ռուբիոն Արաբական Միացյալ Էմիրությունները առանձնացնելով որպես վերջին ամիսներին Վաշինգտոնի ամենամոտ գործընկերներից մեկը։ Ռուբիոն նաև մի շարք հայտարարություններ է արել Իրանի միջուկային գործարքի հետ կապված, որից կախված է տարածաշրջանի ապագան։ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Իրանի վերակառուցման համար միջոցների հատկացումը կախված կլինի անվտանգության հարցերի լուծումից եւ որ այդ կապիտալ ներդրման համար ամերիկյան կառավարության կողմից ֆինանսավորում նախատեսված չէ։ Սա հեռավոր ապագայում է, սա քննարկման մի մասն է այն մասին, թե ինչ կարող է պատահել, եթե Իրանը, նրա ղեկավարությունը որոշեն, որ ցանկանում են լինել երկիր, այլ ոչ թե հեղափոխական շարժում, որը արտահանում է ահաբեկչություն։ Լրագրողներին ասել է Ռուբիոն, մեկնաբանելով Մերձավոր Արևելքի արաբական երկրների Թեհրանի օգտին ներդրումային հիմնադրամի ստեղծմանը մասնակցելու հեռանկարները։ Ես ասում եմ, որ եթե Իրանի իշխանությունները կատարեն այդ ընտրությունը, կլինեն հնարավորություններ եւ այդ հնարավորությունները կարող են ներառել ներդրումներ։ Ինչպես տարածաշրջանի մյուս երկրներն են օգտվել ներդրումներից, ուղղակի օտարերկրյա ներդրումներից, հավելել է Ռուբիոն։ ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել է, որ ցանկացած պետության կողմից Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճարը գանձելիս անօրինական կլինի։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ներկայիս վիճակից։ Մենք բավականին լավ ենք գործում, ասել է նա Փենսիլվանիայի գործարանի աշխատողների առջև ունեցած ելույթի ժամանակ։ Թրամփը նաև վերահաստատել է իր նպատակը ապահովել, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի։ Թրամփը նաև կարծում է, որ Միացյալ Նահանգներին մեկ շաբաթից պակաս ժամանակ կպահանջվի աշխատանքն ավարտելու համար, եթե պատերազմը վերսկսվի Իրանի հետ։ Իրանը կատարյալ է պահում իրեն, այսինքն եթե Իրանը ողջամտորեն եւ իմաստուն կերպով պահի իրեն։ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ավարտել աշխատանքը եւ դա հավանաբար մեկ շաբաթից պակաս ժամանակ կպահանջի։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս Վաշինգտոնին չի համարում օբյեկտիվ միջնորդ Ուկրաինայի հետ բանակցություններում։ Նրա խոսքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո արվել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է երկարատև խաղաղություն, այլ ոչ թե մի քանի տարվա հրադադար, մոռացության է մատնվել։ Մենք այժմ կենտրոնանում ենք հատուկ ռազմական գործողությունների նպատակներին հասնելու վրա, հիմնվելով այն բանի վրա, որ Արևմուտքի բոլոր առաջարկները եւ Արևմուտքի որպես ազնիվ միջնորդ հանդես գալու բոլոր հույսերը վաղուց ձախողվել են, հավելել է Լավրովը։ Ռուս նախարարը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն անվանել է ֆյուրեր, իսկ Եվրամիության առաջնորդների կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ անող հայտարարությունները որակել որպես Ռուսաստանի կապիտուլյացիայի պահանջներ։ Լավրովը նաեւ կարծիք է հայտնել, որ ներկայիս եվրոպական էլիտաները բացահայտորեն պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի հետ ոչ ուշ, քան 2030 թվականը։ Միաժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Ուկրաինայի հետ այնտեղից, որտեղ դրանք դադարեցվել են։ Լավրովը մանրամասներ չի նշել, թե ինչ նկատի ուներ, սակայն լրատվամիջոցները ենթադրում են, որ նա նկատի ուներ Ալյասկայի բանակցությունները։ Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև բանակցային գործընթացը եւ խաղաղության բանակցություններում ձեռք բերված առաջընթացը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի խոսնակն Ուման Քուրթուլմուշը Բաքվում Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միության համաժողովի 20-րդ նստաշրջանում։ Նրա խոսքով Անկարան ակնկալում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև կհաստատվի վերջնական խաղաղության համաձայնագիր։ Ես հույս ունեմ, որ տարածաշրջանում կհաստատվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջև երկարատև
թեթև եւ անկեղծ խաղաղություն։ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության, հանգստության ու կայունության տարածաշրջան, ասել է Քուրթուլմուշը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ եթե Եվրախորհրդարանը ցանկանա հեղափոխություն կազմակերպել Վրաստանում, դա կստանա համապատասխան արձագանք։ Մեկնաբանելով դրամաշնորհների մասին օրենքը, Կոբախիձեն նշել է, որ Վրաստանում իրավիճակը կկայունանա դրա ընդունումից հետո, քանի որ այն թույլ է տվել արմատականներին ֆինանսավորել ատելության ու ագրեսիայի հրահրումը, վրաց ուղղափառ եկեղեցու դեմ հարձակումները եւ պետական հաստատությունների վրա հարձակումները, եւ որ դա կոպիտ արտաքին միջամտության ուղղակի գործիք էր։ Նա կրկին հիշեցրել է 4 տարվա ընթացքում հեղափոխության 5 փորձերի մասին, որոնք ֆինանսավորվել են դրամաշնորհներով։ Եթե Եվրախորհրդարանը ցանկանա հեղափոխություն կազմակերպել Վրաստանում, այն անպայման կստանա համապատասխան արձագանք, հայտարարել է Կոբախիձեն։ Կառավարության ղեկավարը նշել է, որ երկրի իշխանությունները Բրյուսելի հետ հարաբերություններում պահպանում են ռազմավարական հարաբերության քաղաքականությունը։ Մենք սպասումի ու ռազմավարական համբերության մեջ ենք, հենց որ Եվրախորհրդարանում կամ եվրոպական բյուրոկրատիայում խորհրդային դարաշրջանի մոտեցումների փոփոխություն տեսնենք, երկխոսությունը իհարկե անմիջապես կվերսկսվի։ Դա նրանցից է կախված։ Հետևաբար մենք շարունակում ենք պահպանել սպասումի եւ ռազմավարական համբերության վիճակը, հայտարարել է նա։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, կհանդիպենք։